Հարգելի գործընկերներ, երեկվանից մի ամբողջ ոռնոց է համացանցում վերնագրերով հակաժողովրդավարական, Վենետիկի հանձնաժողով, հակաժողովրդական ավտորիտար, փոփոխությունները մեր դեմ են, վախեցել եք եւ այլն, հակաժողովրդավարական փոփոխությունը սրա մեջ է, որ ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, չկան կուսակցություններ մարդ անուններով, չկան տենց, գտեք ժողովրդավարական պետություն, որտեղ կա մարդ կուսակցություն, ինչի համար է դա արվում, սիրելի հայրենակիցներ, որպեսզի մարդիկ իրենց հետագծով, իրենց քաղաքական ծրագրերով կուսակցությունը մի ամբողջ կուսակցական համակարգ քաղաքական ծրագրով ներկայանա, ոչ թե տեղական բդեշխներով, ոնց որ դուք եք ուզում։ Մի հետաքրքիր հարց ինձ հետաքրքրեց, էլի, որ ասում եք, երբ որ արդեն բոլոր պրոցեսները անցել են, մարդիկ գրանցվել են, այդ դեպքում ուզում եմ հասկանամ պետրեգիստրում գրանցելուց, իրանց համաժողովների ընթացքում, ինչի չէին գրանցում, օրինակ, ուժեղ Հայաստան, ինչպես գործընկերս շեշտեց Ստյոպիկի հետ, գրանցում են ուժեղ Հայաստան կուսակցություն։ Այդ ինչ եղավ, որ այն ժամանակ չէին գրանցում, ինչ եղավ, որտեղ կուսակցությունների մասին օրենքում կար արդեն այդ սահմանափակումը, հարգելի գործընկերներ։ Մենք ընտրական օրենսգիրքը փոխել են 22 թվականին, այս կարգավորումը եղել է 22 թվականին։ Իսկ ինչ վերաբերվում է նրանց, դե տեխնիկական վրիպակի մասին չշեշտեմ նորից, ինչ վերաբերվում է նրանց այդ հակաժողովրդավարական ակցիաներին, լավա չեք ասում, էլի, թողեք ընտրակաշարք բաժանենք, խի չեք թողում ընտրակաշարք բաժանենք, հակաժողովրդավարական է, խի եք սահմանափակում մեր իրավունքները, մեկ էլ այդքան ուժեղ եք, ուժեղ Հայաստան կուսակցությամբ և ձեր ծրագրով գնացեք կրեք, թե վախենում եք առանց մի անվանման, որը ընդհանրապես կապ չունի որևիցե ձև Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության հետ, առանց դրա չեք կարող որևիցե ձևով հաղթել ընտրությունները։ Արծվիկ Մինասյան։